2011 թվականը հարուստ էր փառատոներով։ Ձմեռային փառատոնը կարծես թե եզրափակեց դրանց շարքը։ Այս սուրտ օրերին եկեք հիշենք ամառային երաժշտական փառատոնը մի փոքր տաքանալու համար։ Երեք օր Երևանն ապրեց երաժշտությամբ։ Ազատության հրապարակն այս անգամ նվաճել էին առաջին ամառային երաժշտական ռոք փառատոնի մասնակիցները։ Սա կոնկրետ ամառային փառատոն է, ոնց որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում արվում։ Իսկ նպատակը որ ամեն տարի լինի։ Փառատոնը Երևանում միավորել էր արտասահմանյան ռոք եւ ջազ ռոք ոճի ներկայացնող 12 խմբերի, ինչպես նաեւ երաժշտասերների, որոնց չխանգարեց անգամ հանգրծակից սկսված անձրևը։ Հիմա մենք գտնվում ենք բեմի հենց տակ, անձրևի պատճառով միակ տեղը, որտեղ կարող ենք պաշտպանվել։ Իմ կողքը հիմա համերգի մասնակիցներից մեկն է։ Ինչ տպավորություններ ունեք միջոցառումից։ Հիանալի տպավորություններ են, վայելում ենք ամառային տրամադրությունը, մի փոքր անձրև, շատ լավ խմբեր են, թե տեղային, թե հրավիրված, Իտալիայից, Գերմանիայից, Վրաստանից, Դանիայից։ Միջոցառման մասին լսել էինք նախորոք եւ շատ ուրախ ենք, որ նման ուրեմն բան վերջապես պիտի կազմակերպի Երևանում։ Երազանքա նաեւ ունենալ ամենամյա ջազային փառատոն, զուտ ջազային, բայց սա կարծես թե արդեն սառույցը կոտրեց այս փառատոնը, հուսամ որ կլինի բարբերական։ 3 օր քաղաքը ռոքային էր եւ դրայվով լի։ Կարծում ենք, որ հաջորդ տարի փառատոնն իր շուրջ կհավաքի երաժշտությամբ ապրող խենթ մարդկանց ավելի ստվար զանգված։ Մարիա Եղիազարյան, Հակոբ Մանուկյան, Civilnet։